Բարև ձեզ սիրելի բարեկամներ, այսօր այս համեղությունն ենք պատրաստում, բաղադրիչները կգրեմ տեսանյութի տակ, կոտրում ենք ձուն, 3 ձու եմ վերցրել, ավելացնում եմ շաքարավազն ու հարում եմ մինչև փրփրանման զանգված կստացվի, ավելացնում եմ մի տուփ վանիլին, կաթ, հալած կարագ, փխրեցուցիչ կամ կարելի է սոդա վերցնել ու նորից հարում եմ, հետո ավելացնում եմ ալյուրը, խառնում եմ լավ, ահա այսպիսի մասսա պետք է ստացվի, սա առայժմ մի կողմ եմ դնում, 2 հատ միջին չափի խնձոր եմ կլպում, կտրատում եմ խորանարդիկներով, կարելի է նաև ավելի մեծ շերտերով կտրել, այսպես ավելի հարմար է խորանարդիկներով, ահա այսպես կտրում եմ խնձորը, ամանը ինչի մեջ որ թխելու եմ, կարագ հոտում եմ, կարագ եմ քսում, նախ լցնում եմ խնձորը, վրան մի փոքր շաքարավազ եմ ցանում ու դարչին, ահագին դարչին եմ ցանում, ըստ ճաշակի իհարկե կարելի է դարչինը լցնել ու խմորը ավելացնում եմ խնձորի վրա, ջեռոցը նախապես միացրել եմ տաքանա 180 աստիճանի տակ, ուղղում եմ այսպես ու ուղարկում եմ ջեռոց, թխվում է մոտավորապես 25-30 աստիճանում, ահա այսպիսի համեղություն ստացվեց, կարելի է վրան շաքարի փոշի լցնել ըստ ճաշակի, ես չեմ ուզում ավելորդ շաքար օգտագործենք, դրա համար չեմ լցնում, կտրում ենք ու փորձում, ասեմ, որ շատ համեղ է ստացվում, շատ հեշտ է թխելը ու տարբերակ չկա, որ չստացվի, փորձեք, դուք էլ թխեք ու գրեք, թե ինչպես ստացվեց ձեր մոտ, բարի ախորժակ։